Հարգելինես, այսօր հետաքրքիր տարբերակով ժելե եմ պատրաստում, պիցա ժելե է կոչվելու և այսպիսով առաջի շերտը ես թափանցիկ բանանի ժելե ավելացրեցի, մի փոքր կսպասեմ սառի և արդեն մրգերը կլցոնեմ և կրկին ժելեն կավելացնեմ։ Եվ այսպիսով հարգելինես առաջի բարակ շերտը արդեն թեթևակի սառել է, ես մրգերը ավելացրեցի, մի փոքր կրկին էլի ժելեն ավելացրեցի և կրկին կուղարկեմ սառնարանը սառելու։ Ժելեն արդեն պատրաստ է, վերևի շերտն էլ ես ավելացրեցի ելակի ժելե և արդեն կարող ենք ցելոֆանի մեջից հանենք, կտրտենք և վայելենք։ Հարգելիներս, մեր ժելե պիցաները արդեն պատրաստ են, եթե ուզում եք դուք էլ ձեր հյուրերին յուրահատուկ ուտեստով զարմացնեք, հյուրասիրեք, դուք էլ կարող եք այսպիսի քաղցր պիցա պատրաստեք և մատուցեք սիրով։ Հարգելիներս, դուք էլ կարող եք այսպիսի քաղցր պիցաներ պատրաստեք, օգտագործելով տարբեր տեսակի մրգեր, հատապտուղներ, ինչը ունեք ձեր ձեռքի տակ, տարբեր երանգների ժելեներ ստանաք, իդեպ ես երկու տեսակը օգտագործեցի և կարող եք անգամ կոկոսի քերուկ էլ շաղթակ, վերջնական տեսքը, քերած պանրի տեսքը լինի ձեր քաղցր պիցաների վրա։ Իհարկե կարելի է նաև ձմերուկի ամբողջական տարբերակի մեջ ժելե պատրաստել, բայց ես նախընտրում եմ այս տարբերակը։ Եվ այսպիսով հարգելիներս ձեզ ևս գեղեցիկ մատուցման ժելեի տարբերակ առաջարկեցի և հավելեմ, որ ձմերուկի կեղևը զուտ գեղեցիկ ձևավորման բնույթ է կրում։